նշելով, որ պառակտված ընդդիմությանը միավորող միակ կարող ուժը դա Սամվել Կարապետյանն է, նաև նշել է, որ դա ոչ միայն ոչ թե քաղաքական, այլ ազգի պետության խնդիր է, ինչպես Ընդհանրապես ինձ մեկ-մեկ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող մի 3 հոգի է մնացել, որոնցից մեկը ես եմ։ Ես արդեն գնահատել եմ իրականում, թե շատ ցավալի եւ խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ ու նաև շատ սա այս մասը շատ տխուր մասն էր իսկ բավականին զվարճալի մասն էլ այն է որ փաստորեն իրենց վարչապետի տեխնացուն այնքան բանի պետք չէ որ իրենց առաջնորդը այլ մարդու է աջակցում որը նույնիսկ վարչապետի տեխնացու չի կարող լինել այսքան Պարոն Հովինյան, ես ուզում եմ բանից երկաթուղուց խոսեի, դուք վարչապետը հայտարարեց, որ ամեն դեպքում երկաթուղու հետ կապված մրցակցային խնդրի առջև է Հայաստանը կանգնում եւ այնտեղի պատկերացմամբ դիսվեց, նորից չկրկնեմ, ես կուզեի ձեզ հարցնել ռուսական կողմի հետ պաշտոնական քննարկումներ կառավարման փոփոխության հարցով այս բանը։ Ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինեն։ Այսինքն դա էր բխում վարչապետի ասածից, այլ տեղեկություն չունեմ։ Պարոն Ռուբինյան, դուք կարծես թե այլ կերպ մեկնաբանեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, նա չի ասում, որ իրենց տեխնացուն բանի պետք չի, նման միտք չկա այդ հայտարարության մեջ, ասում է, որ կոնսոլիդացիա պետք է լինի մեկ անձի շուրջ, որպեսզի այս խմբակը հեռացվի։ Դրա համար ես ոչ թե մեջբերեցի, այլ մեկնաբանեցի։ Մեջբերման եւ մեկնաբանության տարբերությունն այն է, որ մեջբերումը ենթադրում է խոսքի ուղիղ մեջբերում, մեկնաբանությունը նշանակում է դրա մեկնաբանություն խոսողի սուբյեկտիվ ընկալումներից ելնելով։ Բայց ես երբեք չեմ ասել, որ մեզ մտահոգում է ընդդիմության կոնսոլիդացիան։ Ես ասել եմ, որ մեզ մտահոգում է այն, որ կարող են կաշառակերները եւ թալանչիները, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը մատաղանել, գալ իշխանության։ Դա շարունակում է մտահոգել եւ ես կարծում եմ, որ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է։ Որ կաշառակերներ Ինչ։ Ներկուսակցական քարոզարշավետանում, բայց քաղաքացիների հետ ոչ։ Այո։ Ձեր տպավորության արդյոք քաղաքացիները իսկապես ձեզ մեծ շատ քվե կտան, որ դուք մեծամասնություն։ Այո։ Տպավորություն։ Ինչի՞ց եք ենթադրել, այսինքն այդքան լավ է։ Դե դուք չեք ետել, դե դուք չեք հետ։ Համակարգից դժգոհել են կինը դժգոհում է շատ քաղաքացիներ, որ հակառակ բաներ են։ Դուք եւի լավ չեք հասկանում ընտրական տրամաբանությունը։ Ընտրական տրամաբանությունը չի նշանակում է, որ բոլորը ամեն ինչից գոհ են։ Ընտրական տրամաբանությունը հետեւյալն է. X քաղաքացին ունի այնքան համակրանք եւ վստահություն X քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե ոչ։ Մենք դա տեսել ենք։ Իդեպ հարգելի Փարիլակը նշեց Արտաշատցի խանութբանի դեպքը, պետք է նշեմ, որ 2 օր տարբեր մարզերով գնացել ենք եւ բացասական երևի 1 կամ 1 սա էր ու ոնց որ մի դեպք էլ եղավ, որ այդքան մամուլում չի պատտվել։ Չեմ հիշում, մեկը ինչ որ բան բղավեց, բայց ներողություն էլի դե ժողովուրդ ջան թողեք ավարտեմ էլի հա իսկ Արտաշատցի խանութբանի հարգարժան դեպքը ապացույցն է նրա որ Հայաստանում կա ազատ խոսք որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել նույնիսկ կարող են դա անել կոպիտ ձևով եւ նրանց դրա համար ոչինչ չի լինի բայց մի հարց եմ ես ուզում լավ շարունակեք ձեր հարցերը մի հարց ևս քաղաքացիներից մեկը իր աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ Ճիշտ է, վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը իրավասություն չունի, բայց վերջում հունից դուրս եկավ եւ ասեց, որ ոչ մի ձևով իրեն չպիտի։ Հա, քաղաքականապես հորդորեց իր թիմակիցներին։ Հունից դուրս գալը եւ արգելելը քաղաքականապես։ Դա հունից դուրս գալ ես չի համարեի զայրանալ եւ իր թիմակիցներին Ալումյանի հետ մտերին է ասում են դրանով։ Ես տեղյակ չեմ։ Այլ հարցեր կա։ Ազատություն չեմ նայում, չէ։ Բայց դա այնուհանդերձ հողումով դնեն մեր մոտ։ Դա այնուհանդերձ վարչապետի լիազորությունների չարաշահում։ Ինչ է։ Թիմի տիրույթում կներեք էլի շոկ հարցը։ Թիմի տիրույթում գտնվող որոշվելիք հարցը ասում է, որ ես ասում եմ այս մարդու աղջկան։ Սիրելի Նարեկ, օրինակ եթե ես հիմա
հենց հիմա մամուլի առաջ հրապարակավ հորդորեմ ֆակտոր AM-ի խմբագրին ավելի շատ ազգային ժողով ուղարկել Ռոբերտին եւ ոչ թե Նարեկին։ Պայմանական եմ ասում, ամենևին դա չեմ հորդորում էլի։ Դա կլինի իմ լիազորությունների չարաշահում, թե ուղղակի իմ հորդոր, որին կարելի է լսել կամ կարելի է չլսել։ Հա։ Ի տարբերություն վերածնաճի վարչապետը քաղաքական թիմի ղեկավարը, Հայաստանի վարչապետն է, նշանակում է մարզպետին, իսկ երբ որ ձեր հորդորին չլսեն, ոչ մեկը Վարչապետի եկեք տարբերենք էլի, զուտ ընդհանցակարգային իմաստով կա բաժանում իշխանությունների եւ լիազորությունների։ Սիրելի շողիկ, խնդրում եմ, էլի գոնե դուք մի ընդհատեք ինձ։ Հա։ Կա լիազորությունների բաժանում, ինչ որ բաներ տիրույթում, կառավարության տիրույթում են, ինչ որ բաներ տեղական ինքնակառավարման մարմինների, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական թիմը չի կարող ինչ որ բաներ որոշել, հորդորել իրար եւ այլն։ Օրինակ հիմա ասենք կառավարությունը ինձ ենթակա չէ ուղիղ, այսինքն ԱԺ-ի վերահսկողության ներքո, բայց ինձ ենթակա չէ, բայց դա չի խանգարում, որ ես որևէ նախարարին որևէ բան հորդորեմ։ Հիմա անցնենք մյուս հարցերին թերևս, խնդրեմ։ Բայց գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, իսկ չեք ուզում մի հատ հարց տաք, թե ես ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ վերջերս որն է 3 դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում նախկին դաշնակցական կրթության եւ գիտության նախարարից պահանջել է 26 անշարժ գույք 7 տրանսպորտային միջոց, մասնակցություն 5 իրավաբանական անձանցում եւ ուշադրություն 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այս հարցը ընդհանրապես մեր հանրությանը չի հետաքրքրում, հա, որ եկել ինձ ես ուզում եմ ներողություն էլի, չէ, դե հեսա, դե տվեք այդ հարցը ինձ, որովհետեւ մի տարօրինակ բան է ստացվում։ Ներողություն էլի։ Պարոն Կիրակոսյան, ներողություն էլի։ Նայեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ 1 օր առաջ, ուղիղ 1 օր առաջ սիրելի գործընկերներ, դատախազությունը մի նախարարի, նախկին նախարարից պահանջել է 26 անշարժ գույք 7 տրանսպորտային միջոց 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող։ Ներողություն էլի, ներողություն։ Ընդ որում ստեղ նույնիսկ կարևոր էլ չի, պարզվի, այսինքն դատարանը կապացուցի, որ դա ապօրինի էր, թե չէ։ Ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, ներողություն, ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, որը իր ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել, ունի 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող, ձեզ կասկածելի չի թվում։ Հիմա խնդրում եմ դրա մասին հարց տվեք ինձ։ Հարցրել եք դուք։ Ազատությունը չի ուզում այդ ռեպորտաժ սարքի սրա վերաբերյալ։ Թե գալու եք ասեք, թե գալիս եք, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես Փաշինյան, ներողություն, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես այդ ինչպես Փաշինյանը հրապարակավ հորդորեց քաղաքացիական պայմանագրի անդամներին չնշանակել այս ինչին բան մանկապարտեզի տնօրեն։ Դա է հետաքրքիր, բոլորին հետաքրքիր է, հասեք Փաշինյանը Արտաշատում քայլում էր, Արտաշատցի խանութմանը նրան ասեց մի մտեք խանութ, բայց որ նախկին դաշնակցական կուսակցականը դաշնակցական նախարարը 1 միլիարդ 169 միլիոն դրամը իրանից դատախազությունը պահանջում որպես ապօրինի գույք, դա ձեզ հետաքրքիր չի։ Խնդրեմ։ Տվեք, խնդրեմ։ Շողիկ 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Հայտարարություն է տարածել։ Ինչ են ասել։ Որ չգիտեմ, որը բիզնեսով է զբաղվել երկար տարիներ, նրա գույքը։ Հիմա օրինակ ձեզ դատախազությունը տեխնիկական սխալով լիքը բաներ է վերագրել։ Ժորժ ջան, հիմա եթե օրինակ հիմա չեմ զարմանում։ Հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ հենա Եղոյանն էլ այնտեղ կանգնած է։ Ներողություն, էլի։ Հիմա եթե օրինակ իրականացնում է դատախազությունը եւ վստահաբար բոլոր ապօրինի գույքերը կբերի։ Բայց հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ կամ Եղոյանն էլ այնտեղ կանգնած է, իմ եղբայրը եղբայր չունի, Եղոյանի քույրը։ Եթե պարզվի, որ մեր եղբայրն ու քույրը մաթա 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող ունեն։ Դուք չեք ասի, պարոն Ռուբինյան, պարոն Եղոյան, ո՞նց է ստացվում, որ մենակ պատգամավորների քույրերն ու եղբայրներն են 1 միլիարդ 169 միլիոն փող ունենում։
Կհարցնեք թե։ Հա, այսինքն բոլոր են հարցերում, այսինքն ներողություն, բոլոր են հարցերի դեպքում, երբ որ խոսքը ընդդիմադիրների հավաքած փողերի մասն է, թող իրավաբանները բարձեն իրավապահները, բայց երբ որ վարչապետը իր թիմակցին ասում է, այս մարդուն հորդորում եմ բանկապարտեզի տնօրեն չնշանակեք, հասեք, սա կոռուպցիա է, իշխանական լիազորությունների չարաշահում։ Լավ, հիմա ձեր ուզած հարցերը տվեք, կներեք, շատ լավ։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան, խնդրեմ։ Այո։ Տարածաշրջանային ծրագրերը կարող են ընդհանրապես կատարվել, հետաձգվել կամ չեղարկվել շատ դեպքերում, այս բոլորի արդյունքում նաև թրիփի է Չեմ կարծում եւ վստահաբար ոչ, ընդհանրապես մեր գործունեության հիմքում վերջին տարիներին ինչ ա եղել։ Կհիշեք, որ վարչապետ Փաշինյանն այն թվացial ամենաանկայուն, ամենավատ ժամանակներում ինչ էր ասում։ Ասում էր աշխարհում փոթորիկ է, միջազգային կարգը փլուզվում է եւ մենք պիտի այս փոթորիկի մեջ մեր նավակը հասցնենք իր հանգիստ խաղաղ հանգրվանին։ Հիմա մենք եկել ենք մի հատ կետի, երբ որ մենք մեր նավը հասցրել ենք կամ հասցնելու եզրին ենք այդ հանգրվանին, իսկ իրականում հասցրել ենք եւ պետքա ուղղակի կարամատություն գցենք խարիսխը վերջնական, որ ոչ մի օլիգարխ, ոչ մի քոչյան չկարողանա հետ մեզ տանել դեպի փոթորիկ։ Եվ ինչ հնարավորություն է դա տալիս մեզ, երբ որ ամբողջ աշխարհում փոթորիկ է, երբ որ մեր շուրջը պատերազմները մեկը մյուսից հետո ծլում են, մենք շարունակում ենք ամրապնդել մեր խաղաղությունը։ Այս վերջերս TikTok-ում, իսկ ես TikTok ունեմ, ասեմ իմանալ։ TikTok-ում աչքովս ընկավ, չէ, TikTok-ում մի բան ուներ, մի վիդեո տեսա, sense տարածաշրջանն է Մերձավոր Արևելյան, Կովկասնոլ երևում, ցույց է տալիս sense բան, պայթյուն Իրանի մասում, այսինքն պայթյուն, չգիտեմ, Իսրայելի մասում բան եւ Հայաստանի վրա Նիկոլ Փաշինյանի դեմքն է կարկանդակ ուտելուց։ Ես չգիտեմ այդ տարածողը դա տարածել է որպես բացասական հակագովազդ թե ոչ, բայց ես ձեզ վստահեցնում եմ դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության վերաբերյալ, որտեղ մեր ուզածը հետեւյալն է, երբ որ բոլոր տեղերը փոթորիկներ են, եթե իհարկե մենք չենք ուզի որ բոլոր տեղերում փոթորիկներ լինեն, բայց եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մեր ուզածը հետեւյալն է, մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակը, մեր կարկանդակները նույնիսկ տնտեսական զարգացման տեսքով, հավելյալ տրանսպորտային շարժի տեսքով, հավելյալ ներդրումների տեսքով, միլիոնավոր պարգևաճարներ ասեցիք, հիշեցի։ Դուք գիտեք օրինակ քանի տարի պիտի ես եւ Եղոյանը ստանանք պարգևավճար, որպեսզի հավաքենք 1 միլիարդ 169 միլիոն դրամ, ինչպես դաշնակցական մի նախկին նախարար, պարոն Եղոյան, հաշվել եք։ Հա, գիտեք չէ՞ որ մենք գիտեք չէ՞ որ մենք միլիոնավոր պարգևաճարներ չենք ստանում ամենևին, բայց այն պարգևաճարները, որ ստացել ենք, հաշվեք, պարոն Եղոյան։ Պարգևաճարից եթե խոսանք, որ 400 տարի։ Բայց այո, այդ բոլոր, չգիտեմ, Լևոն Մկրտչյանը այնտեղ ելով է ապօրինի գույքով անցնում, Ռոբերտ Քոչարյանը, ազնվագույն մարդ, երբեք պարգևավճար չի ստացել, բայց դատախազությունը իրանից եւ ընտանիքից պահանջում է 200 միլիոն դոլարի չափ գույք եւ գումարներ, բայց ազնվագույն մարդ երբեք պարգևավճար չի ստացել։ Լևոն Մկրտչյանը վստահ եմ պարգևավճար երբեք չի ստացել, բայց 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այնտեղ ելով կար, տեսա այսօր Հայկաս Բաղմանյանին են կանչել դատախազություն, եթե չեմ սխալվում։ Էլո կա, այս խմբակցության հալալ կեսը, հիմա մտնենք այս Հայաստան խմբակցության հալալ կեսը ապօրինի գույքի բռնագանձման փաստում։ Մարդիկ ունեն վիլաներ, մարդիկ ունեն տասնյակ մեքենաներ, հարյուրավոր միլիոն դրամներ ունեն, բայց հանգած չխառնեք։ Ներողություն, բայց հանգած չխառնեք։ Ազգադավը ես եւ Եղոյանն ենք։ Ես չեմ։ Չէ՞։ Դուք չգիտեք, պարոն Եղոյան։ Ես եւ Եղոյանն ենք ազգադավը, բայց այն մարդիկ ովքեր վիլաներ ունեն, ֆամիլիա, դե ինչ նշանակում գնացեք, բա գնացել է դատախազությունը, այս թվերը որտեղից եմ ասում։ Ներողություն, այս թվերը որտեղից եմ ասում, բա դատախազությունը այդ մարդկանց մեղադրանք չառաջարկին կներեք։ Այդ մարդկանցից պաշտոնապես, հա, պահանջում է բռնագանձել գումար, որ ասում եք
արեք, անում ենք, բայց էս անել է։ Ու այդ բոլոր գումարները, ու այդ մենակ Քոչարյանից $200 միլիոն պահանջում դատախազությունը, ու ամենակարևորը ավարտելով ներողություն միտքս ավարտեմ, էլի, մեր սիրելի Newsem-ի լրագրողը ասեց դուք չէ հիշում եք սկզբում հարցրեց դուք ունեք մտահոգություն որ ընդդիմությունը կմիավորվի, կրկնում եմ մենք չունենք մտահոգություն, որ ընդդիմությունը կմիավորվի, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները, Ծառուկյանը եւ ռուսաստանցի օլիգարխը, որը իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու որպես վարչապետի կամ պատգամավորի տեխնացու, որպեսզի իրանք հանգած չգան իշխանության, որովհետեւ եթե իրանք գան իշխանության, կաշառակերության հոդվածով ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվելու, Քոչարյանի ընտանիքը $200 միլիոն հաստատ պետության բյուջե չի վերադարձնելու, то ոչ Լևոն Մկրտչյանն է իհարկե պահպանելով, այստեղ են բանն Ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չի ապացուցվել մեղքը, չնայած կոնկրետ այս դեպքում չնայած խոսքը այլ բանի մասին է, բայց այդ ամբողջ գումարները բյուջե չեն վերադարձնելու։ Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ գումարները բյուջե վերադառնան։ Հիմա խնդրեմ ձեր հարցերը։ Ես ձեզ չէի ընդհանրում այս ընթացքում, որ շնորհակալ եմ։ գրեք խայտարակ լրագրող։ Ապրեք։ Տեսնում եք, Փաստորեն ազդում է։ Եվ պարոն Ռուբինյան, այս ընթացքում, որ դուք այդքան թվարկում եք, դրանք բոլորը հայցեր են։ Ինչ այդ օրենքը մտելահուժի մեջ, այդ գույքերով Ինչքան։ Քանի միլիոն։ $500 միլիոն էսա Եղոյանը թիվը ասում, արդեն հետ ենք բերել։ $15 միլիոն 15 միլիոն ապօրինիով ընդամենը $15 միլիոն հետ բերվել է Եղոյանը այլ թիվ է ասում, բայց $500 միլիոն վճռով կամ հաշտության հետ է եկել, ինչպես ասում է պարոն Եղոյանը։ Տեսնում եք։ Ես թվերը չի հիշում։ Հարց երեխեք մի հատ տամել ինչ կլինի։ Պարոն Ռուբինյան, տեսեք, երկաթուղու հետ կապված վարչապետը այն խնդիրը, որը բարձրացրել է, ըստ էության այդ խնդրի լուծման ինչ-որ տարբերակ չկա, այսինքն այն առումով, որ այդ մրցակցության խնդիր չունենանք։ Հիմա եթե խնդիրը իսկապես այսպես լուրջ է դրված, կարող եք այստեղ ասել, որ ցանկացած դեպքում կառավարման փոփոխություն պետք է լինի երկաթուղու։ Շորջան, ես կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի տալ վարչապետին, քանի որ ինքն է խոսել դրա մասին, ու նաև կարծում եմ ճիշտ կլինի տալ մի փոքր ժամանակ անց, որտեղ բավականին թարմ է այդ հայտարարությունը եղել։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը հետևյալն է. կա մի լավ լուր եւ կա մի նորմալ լուր։ Լավ լուրն այն է, որ ինչպես գիտեք, պայմանավորվածություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ բոլոր տնտեսական ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն, հա, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվելու է։ Ենթադրում է, որ նաև Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն եւ Հայաստանը ապաշրջափակվելու է։ Որն է նորմալ լուրը։ Երբ որ ամեն ինչ ապաշրջափակվում է, արդեն լինում է սովորական նորմալ մրցակցություն, բայց տնտեսական մրցակցություն, ոչ թե քաղաքական, վատ իմաստով մրցակցություն չէ։ Տնտեսական մրցակցություն տարբեր բոլոր երկրները ուզում են, որ իրենց տարածքով հնարավորինս երկար եւ հնարավորինս շատ բան անցնի։ Հիմա այդ համատեքստում մենք պետք է այնպես անենք, որպեսզի մենք մեր մրցակցայնությունը հնարավորինս ավել լինի։ Խոսքը չի այն մասին չի, որ այլ երկրներ իրենց տարածքներում չկառուցեն ենթակառուցվածքներ։ Դա իրանց իրավունքն է, ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, ինչպես ոչինչ մեզ ոչինչ չի կարող ասել։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ եւ փորձենք բարեկամական մթնոլորտում գալ մի եզրահանգման, որը կապահովի մեզ համար մեր մաքսիմալ հնարավոր մրցակցայնությունը։ Ես սպառիչ պատասխանեցի ձեր հարցին։ Բան է, պարոն Ռուբինյան, ամեն դեպքում ռուսականից ազդակները, որ ստացվել են վարչապետի հայտարարությունից հետո, այնքան էլ Սիրելի շողիկ, ես վստահ չեմ, չգիտեմ ինչի մասն եք խոսում, բայց ես հավելյալ, բայց ես կարծում եմ, որ պետք է մի փոքր սպասենք եւ կառավարությունից հարցի պատասխաններ ստանանք, այսքանը շնորհակալություն։ Ես նման բանից տեղյակ չեմ։ Նորությունության դեպքում տեղեկացնեմ։ Կքննարկենք, շնորհակալ եմ։